Խորհրդումայից հետո օրվա հացի կարոտով ապրող գյումրեցի Հովանեսյանների ընտանիքի 80-ամյա Մուրադ Պապն արդեն մի քանի օր է կարողանում է աչք փակել։ Վստահ որ որդու հոգին հանգիստ է, քանի որ բարի մարդկանց շնորհիվ նրա 5 անչափահաս երեխաները, ինչպես ասում են, արդեն կոշտ փորով հաց են ուտում։ Հովանեսյանները խոստովանել են, թե չէին պատկերացնի, որ այսքան մարդ իրենց ձեռքը մեկնի։ Ընդ որում, թե Հայաստանից, թե դրսից, այդ թվում անհատ քաղաքացիներ, գործարարներ, մասնավոր կազմակերպություններ, դեղատան աշխատակիցներ, խանութի սեփականատերեր։ Նախորդ թողարկման հենց հաջորդ առավոտյան կատնամթերքի արտադրամասերը ընտանիքին ապահովել են կատնամթերքով եւ խոստացել 15 օրը մեկ թարմացնել նրանց դատարկ սառնարանը։ Մսամթերքի եւ այլ արտադրամասերը եւս արձագանքել են։ Ֆինանսական օգնություններ են եղել, մասնավորապես Լեգիոն անվտանգության ծառայությունից եւ անհատներից։ Ավելին 2 անհատ խոստացել են ամեն ամիս գումար տրամադրել։ Մեր նկարանող խումբը եւ դու միայնակ չես նախաձեռնությունը նրանց հասցրեց նաեւ օգնության մի մասը, այդ թվում մեծ քանակությամբ սնունդ, հագուստ, գրենական պիտույքներ, քաղցրավենիք, վառարան, սպասք, խաղալիքներ։ Ուրախալին այն էր, որ ի տարբերություն մեր առաջին այցի, այս անգամ Հովանեսյանների ընտանիքում ժպիտ, խինդ ու ծիծաղ կար։ Իսկ փոքրիկների ակտիվությունը վարակել էր նաեւ Մուրադ Պապին։ Ուզիչ էր հատկապես այն հանգամանքը, որ հանգուցյալ որդուց հիշատակ մնացած աղավնիները, որոնց Մուրադ Պապը չէր վաճառել անգամ մեկ օրով թորների քաղցը հագեցնելու համար, շրջապատել էին փոքրիկներին եւ թվում է կիսում էին նրանց ուրախությունը։ Իսկ Մուրադ Պապը երախտիկի խոսքեր ասելով դարպասը նախկինի պես չի կողպել եւ բաց է թողել նոր հյուրերի առջեւ։ Մեծապատի շնորհակալ եմ։ Մենք կարտոֆիլ ձեռք բերեցինք, որովհետեւ կարողանան մարդիկ մի տարի իրենց կարտոֆիլի խնդիր չհանդիսանալ։ Կան բարի մարդիկ, որ արտասահմանից է տեղից են, մինչև երեխեքի չափահաս դառնալը գումար։ Ես էլ ցավը տանի։ Ծայրահեղ վիճակում են ու խորհուրդ կտանք ընդհանրապես բոլոր քաղաքացիներ, ովքեր մի փոքր հնարավորություն ունեն, օգնեն։ Դու միայնակ չես նախաձեռնությունս, որ անկյան հետքերով շարունակելու է գնալ, մեր համագործակցությունը երկար կշարունակվի, որովհետև մեր ընդհանուր գաղափարները նույնն են։ Տեղացնելով հասկացանք, որ իրոք նշանակետին ենք խփել եւ իրոք կարիք ունի այս ընտանիքը, հուսով եմ նրանց մոտ ամեն ինչ լավ կստացվի։ Սրանց խոսում են ին գնացած երեխայի մտքից, որ իր մտքերը հիմա ավելի լավ Դեսևորած կեն, որ երեխաներին իրանից հետո խնամող կա։